Հաղորդումն իրականացվում է Excelist Training Center-ի նախաձեռնությամբ։ Excelist-ը վերապատրաստման կենտրոն է, որը մասնագիտացված է տվյալահեն մենեջմենթի ծրագրերի ուսուցման ոլորտում։ Այն համարվում է վստահելի կրթական հարթակ, որը տրամադրում է գործնական և կիրառական գիտելիքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող մասնակիցներին։ Բարև ձեզ հարգելի դիտորդներ, ես Նազելի Կարախանյանն եմ, 5P People Consulting-ի հիմնադիրը։ Այսօր մեր երկրորդ ոդքասթն է, և մեր հյուրը Արփինե Մաղաքյանն է։ Ով չի տեսել մեր նախորդ ոդքասթը կամ նոր է մեզ միանում, հիշեցնեմ, որ այս ոդքասթերի շարքը մենք իրականացնում ենք Excelist ուսումնական կենտրոնի հետ, և մեր նպատակն է համախմբել Excelist համայնքի շուրջ բոլոր այն մարդկանց, ում համար մշտապես սովորելը, գիտելիք և փորձառություն ձեռք բերելը ապրելակերպ է, և մեր հյուրերը նույնպես կիսում են մեր արժեքները, և շատ հետաքրքիր փորձառություն ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են կիսվել այդ փորձառությամբ և իրենց գիտելիքներով ձեզ հետ։ Մեր այսօրվա հյուրի մասին ավելի մանրամասն պատմեմ։ Արփինեն շատ հետաքրքիր մարդ է, ով կրթություն է ստացել Հայաստանում և նաև աշխատել է Հայաստանում, այնուհետև շարունակել է իր կրթությունը և աշխատանքը արտերկրում։ Արփինեն ավելի մանրամասն կպատմի իր մասին, բայց նախօրոք ասեմ, որ այս ոդքասթը շատ հետաքրքիր կլինի այն մարդկանց համար, ովքեր ուզում են խորանալ տվյալների վերլուծության մեջ, նաև բոլոր այն մարդկանց համար, ում ոգեշնչում է այլ մարդկանց հաջողությունը և փորձառությունը։ Հիմա խոսքը փոխանցեմ Արփինեին։ Արփինե ջան, կպատմես մի փոքր քո մասին, հետո ես շատ հետաքրքիր հարցեր եմ պատրաստել, որ կարողանանք քեզ ավելի հետաքրքիր կողմից բացահայտել մեր դիտորդներին։ Ողջույն Նազելի, շնորհակալություն հրավերի համար։ Հուսով եմ հետաքրքիր կստացվի ու ինչ-որ ինֆորմատիվ ևս։ Ես ոնց նշեցիք, արդեն սովորել եմ Հայաստանում տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման բաժնում և բակալավրի և մագիստրատուրայի ընթացքում սովորել եմ Հայաստանում, հետո աշխատանքի եմ անցել Հայկական ծրագրեր ընկերությունում, այնտեղ աշխատել եմ ևս ըստ մասնագիտության, արդեն ավելի խորանալով դեպի տվյալների հետ աշխատանքել է այդ ժամանակ արդեն սկսվել, բայց ավելի շատ ավտոմատացում, հաշվապահության և առևտրի ավտոմատացման ոլորտում, հարկային հաշվառման և այլ խորհրդատվական նաև ոլորտի աշխատանք եմ կատարել, շատ մեծ փորձ եմ ձեռք բերել հայկական ծրագրերից, հետո տեղափոխվել եմ Ֆինլանդիա, Aalto-ի համալսարան Հելսինկիում, որտեղ շարունակել եմ կրթությունս, արդեն PhD եմ, պաշտպանել եմ իմ դոկտորականը, այսպես ասած, ու էլի շարունակել հաշվապահության ոլորտում, բայց այդ ամբողջ ընթացքում նաև եղել է ավտոմատացման, digitalization-ի գիծը, և նաև սկսել եմ դասավանդել տվյալների վերլուծության թեմայով, ինքս սկսել եմ նոր առարկա, հենց Հելսինկիից սկսած, որը մինչև հիմա էլ շարունակում եմ, այնտեղ ավարտելուց հետո էլ տեղափոխվել եմ Գլազգոյի համալսարան, Շոտլանդիայում եմ հիմա, հետևում համալսարանի շենքն է հենց մեր, և այսպես արդեն մոտ 15 տարի է աշխատում եմ հաշվապահության և տվյալների վերլուծության ոլորտում, թե բիզնեսում, թե կրթական համալսարաններում և կրթական ոլորտում, նաև այս տարվանից սկսած ունենք էլի տվյալների վերլուծության և հաշվապահության ոլորտում մասնագիտացած խորհրդատվական կազմակերպություն ենք սկսել, Meta Analytica կազմակերպությունը, որի համահիմնադիր եմ, որը ավելի ուղղված է արդեն կազմակերպությունների, բիզնեսներին օգնելու, իրենց բիզնեսը տվյալահեն որոշումներ կայացնելու համար, այսինքն օգտագործելով արդեն իրենց գոյություն ունեցող տվյալները, գուցե համալրելով այլ տվյալների հետ, օգտագործել այդ ողջ ինֆորմացիան և օգնել շատ ավելի արդյունավետ որոշումներ կայացնել կազմակերպություններին ու
Նաև շարունակում եմ իմ կրթական գործընթացը Գլազգոյի համալսարանում արդեն 2 տարի նաև դասավանդում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, էլի տվյալների վերլուծության առարկայի շրջանակներում համագործակցում ենք, նաև նույն թեմայով դասավանդում եմ մոտ 5 տարի նաև 2 ֆինական համալսարաններում, Ալտոյի համալսարանում եւ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանում, այսինքն այս առարկան, քանի որ շատ պահանջված առարկա է, հատկապես բիզնեսի ոլորտում, շատ հրավերներ եմ ստանում այդ առումով նաև դասավանդելու, այսինքն ներկա պահին աշխատել եմ առնվազն 3 տարբեր երկրների համալսարանների հետ ու ուրախ կլինեմ նաև կիսվել այդ առումով կրթական ոլորտում ինչ եմ նկատել, ինչ փորձ ունեմ։ Ու ընդհանրապես նաև արտերկիր տեղափոխվելու, ապրելու առավելությունների, դժվարությունների վերաբերյալ եւս։ Շատ լավ Արփինե ջան։ Փաստորեն մեր ոդկասթը նաև շատ հետաքրքիր կլինի գործարարների համար, ովքեր ուզում են իրենց որոշումները լինեն տվյալահեն, այլ ոչ թե իրենց ներքին զգացողությունից ելնելով կամ տենց մոտավոր հաշվարկներով, այլ հենց կոնկրետ տվյալների հիման վրա կայացված որոշումները ինչքանով կարող են արդյունավետ լինել։ Մենք դրա մասին էլ հարցեր ունենք պատրաստած, բայց սկսենք մի հատ sense շատ հետաքրքիր sense հարցից իմ կարծիքով, ինչը ձեզ որ եղավ այդ կայծը կամ ինչը ձեզ ստիպեց հաշվապահությունից թեքվել դեպի տվյալների վերլուծություն։ Ինչը գրավեց ձեզ այդ տվյալների վերլուծության այդ գործընթացի մեջ։ Իրականում ես չէի ասի, որ նրանք իրարից շատ տարբեր են, որովհետև հենց հաշվապահությունը, եթե մտածենք հաշվապահություն ֆինանսները իրենք իրենցով իսկ արդեն տվյալների վերլուծություն են իրենցից ներկայացնում ու երբ որ մենք պատրաստում ենք այդ հաշվետվությունները, հաշվարկներ ենք կատարում, դա հենց արվում է հենց նույն նպատակով։ Հիմա ինչն է փոխվել, երբ որ մենք խոսում ենք տվյալների վերլուծության մասին, դա ավելի շատ ուղղակի հիմա մենք ունենք ավելի մեծ հնարավորություններ, մեծ քանակի, մեծ հաճախականությամբ արագ փոփոխվող տվյալների վերլուծություն կատարելու եւս, բայց հենց հաշվապահությունը իրենից իսկ ներկայացնում է տվյալների հետ աշխատանք ու քանի որ հայկական ծրագրերում աշխատանքի ընթացքում էլ արդեն աշխատում էի հաճախորդների տվյալների բազաների հետ, ինքը արդեն բնական կերպով անցում եղավ այդ տվյալների ավտոմատացման հետաքրքրությունս ավելի մեծացավ այդ ընթացքում։ Արդեն երբ որ սկսեցի իրականացնել նաև իմ վերլուծական աշխատանքը PhD-ի ընթացքում, արդեն աշխատելով հոդվածների վրա, աշխատում էի արխիվային տվյալների հիման վրա վերլուծություններ կատարում տնտեսական մոդելների օգտագործմամբ, որը հենց ինձ հնարավորություն տվեց խորանալ տվյալների վերլուծության տարբեր մեթոդներ ավելի ուսումնասիրել, հասկանալ, սովորել, բայց բացի նրանից, որ ես ուզում էի օգտագործել դա գիտական հոդվածներում, նաև հասկանում էի, որ կարելի է դա կիրառել բիզնեսում, քանի որ արդեն գիտեի, թե հաշվապահական ինչ տվյալներ գոյություն ունեն, կազմակերպությունների ինչ տվյալներ արդեն իսկ ունեն իրենց կազմակերպությունում ու կարելի էր այդ նույն մեթոդները կիրառել բիզնեսի ոլորտը առաջ տանելու համար եւս, բացի գիտական հոդվածներից, դրա համար այդտեղ կապը առաջացավ ու սկսեցի ուսումնասիրել, թե ոնց կարելի է կառուցել դասընթաց։ Սովորաբար հաճախ, երբ որ խոսում ենք տվյալների վերլուծաբաններ, տվյալագետների մասին, դրանք կարող է լինեն ավելի ծրագրավորողներ, վիճակագրության մասնագետներ, բայց հիմա, քանի որ բիզնեսի պահանջները բավական փոխվել են, մեզ նաև պետք է այս փորձը ձեռք բերեն նաև այլ մասնագետներ, ինչպիսիք են հաշվապահները, ֆինանսիստները, ինչու՞ չէ նաև HR-ի մասնագետները եւ այլ բիզնեսի ոլորտում աշխատող գրեթե բոլորը։ Այդ
այդպես առաջացավ ավելի շատ հետաքրքրությունը ու կապը, որ սկսեցի աշխատել այդ նոր ծրագրի վրա, կառուցել կուրսը, որը մի քանի տարի տևեց, մինչև եկավ այն ձևին, որ կարող է արդեն դասավանդել համալսարանի ուսանողների համար, նաև մարդկանց համար, ովքեր արդեն աշխատում են, աշխատանքային փորձ ունեն բիզնեսի ոլորտում։ Ու այդպես, ինքը ամեն դեպքում անընդհատ փոփոխվող, շատ արագ զարգացող ոլորտ է ու անընդհատ պետք է փոփոխվի, չգիտեմ ինչքան պատասխանեցի ձեր հարցին, ինչ որ անցա այլ Ինչ ձեր պատասխանից հասկացա, sense մի հատ սամափանեմ, հիմնականում շատ չի հաշվապահությունը մոտ այնքն է բնականաբար հաշվապահությունը ֆինանսների հետ տվյալների հետ գործ ունեն, բայց հենց տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս, ձեր հետաքրքրություն նայեր, ես արդեն իմ մեկնաբանությունն եմ անում։ Այդ տվյալները կարողանում են ձեզ այդ data storytelling այսպես ասած, որ այսինքն ոչ միայն տվյալի համար, այդ տվյալը ոնց կարող ենք ծառայեցնել ճիշտ որոշումների կայացման համար, դա ձեզ հետաքրքրեց, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Այդ ամենը ոնց որ բնական զարգացում ունեցավ իրար հետևից փոփոխվելով, այո, շատ ճիշտ եզրակացրիք իմ երկար նկարագրությունից։ Ճորտ հարցս, քանի որ ուղին ձեր իրոք sense շատ հետաքրքիր է եւ նաեւ այտենց հեշտ պատմում եք, որ ստեղ սովորեցի, հետո գնացի այնտեղ PhD-ս, ոնց որ արեցի, ստացա իմ PhD աստիճանը եւ այլն, բայց իրականում համոզված եմ, որ ճանապարհը բարդ է եղել։ Նու իմ կարծիքով, դուք արդեն կարող եք ասել, որտեղ երբ որ անցած է լինում ճանապարհը, մենք այնց հեշտ ենք ավելի պատմում կամ հիշում, քան իրականում ոնց որ կար։ Դրա համար կուզենայի, որ մի փոքր պատմենք, երևի մեզ կլսեն մարդիկ, ովքեր կարող ուզում են նույն ճանապարհը անցնեն կամ դրսում սովորեն կամ տվյալների վերլուծությամբ սկսեն զբաղվել, ինչ դժվարություններ եք հանդիպել այս ճանապարհին, հաշվապահից դեպի տվյալների վերլուծաբան եւ Հայաստանից դեպի Ֆինլանդիա, դեպի Մեծ Բրիտանիա, ինչ դժվարություններ են եղել եւ ոնց եք հաղթարել, ինչն է ձեզ օգնել, որ ձեր հմտությունը եւ կարողությունն է օգնել ձեզ հաղթարել այդ բոլոր դժվարությունները։ Դժվարությունների մասին շատ չենք խոսում, միշտ ավելի պատմությունները միշտ ավելի դրականի վրա են կենտրոնանում, բայց իհարկե դժվարություններ միշտ էլ կան, հեշտ չի տրվում այդ ճանապարհը, թեկուզ հենց այլ երկրում ապրելը իրենից մեծ բարդություն է ներկայացնում։ Ինձ մոտ այնպես ստացվեց, որ սկսեցի դիմել ընկերներ ունեի, որոնք արդեն իսկ սովորել էին PhD-ին անում հյուսիսային եվրոպական երկրներում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, ովքեր ինձ խորհուրդ տվեցին, որ այս երկրներում PhD անելը աշխատանք է, ոչ թե դու չես համարվում ուսանող։ Իրականում դու այդքան ուսանող չես, քանի որ դու դասավանդում ես, դու վերլուծություն ես կատարում, հոդվածներ ես գրում, ինքը ավելի շատ աշխատանք է։ Իհարկե էլի սովորում ես, ինքդ կարդում, զարգանում ես, բայց ինքը ավելի շատ համարում է աշխատանք, այդպես ես նայեցի արդեն, եթե ինչ-որ մեկը ուզում է գնա սկսի PhD անել, մոտավոր պես երևի թե պետք է սկսեն, նախ պետք է հասկանան, թե իրենց հետաքրքրությունները ինչում է կայանում, ինչ թեմայով են ուզում իրենք անել, իրենց այդ թեզը գրել, թեզը պաշտպանել, Ես մտածեցի, թե ինչն է ինձ հետաքրքրում, այդ կապը, տվյալների օգտագործումը, հաշվապահության ավտոմատացումը, քանի որ իմ փորձից էլ արդեն հայկական ծրագրում աշխատանքի ընթացքում շատ մեծ հետաքրքրություն կար, հասկանալ, թե մասնագետները ոնց են ընկալում այդ ավտոմատացումը, այդ digital փորձը ոնց են ձեռք բերում, ոնց են իրենք դա օգտագործում ու ոնց է դա ազդում իրենց աշխատանքի որակի վրա, քանի որ մենք տեսնում ենք, որ կային մարդիկ, ովքեր շատ արագ
կարողանում են տարբեր գործիքներ յուրացնել, օգտագործել, հա, ու իրենց աշխատանքը շատ լավանում է։ Հիմա էլ արդի թեմա է, քանի որ ունենք արհեստական բանականություն, շատ մարդիկ կարողանում են շատ լավ օգտագործել ու որոշ մարդիկ էլ ովքեր շատ են չափից դուրս շատ են վստահում այդ ծրագրերին, ավտոմատացմանը ու իրենց աշխատանքը դրա հետևանքով ավելի վատի է գալ, վատթարանում է։ Դա էր ինձ հետաքրքիր այդ պահին ու նաև հետաքրքիր էր ընդհանուր առմամբ հասկանալ, թե ես ոնց կարող եմ նոր ինչ-որ գիտելիքներ ձեռք բերել, որ կարող եմ նաև հետագայում օգնել թեկուզ ընդհանուր տնտեսական զարգացմանը, ընդհանուր վերլուծություններ կատարել, թեկուզ երկրի մակարդակով համեմատություններ կատարել ու ինչ-որ ձև օգտակար լինել, այսպես ասած, հասարակությանը ընդհանուր առմամբ, բայց երբ որ արդեն ուսումնասիրեցի, տեսա, թե ինչ դասախոսներ, ինչ պրոֆեսորներ կան աշխարհում, ովքեր այդ թեմաներն են ուսումնասիրում, ու սկսեցի ընտրեցի 2 դասախոսի, ովքեր այդ թեմաներով աշխատել էին, իրենց անձնական նամակով ուղարկեցի իմ փորձը, իմ աշխատանքային փորձի մասին իրենց տեղեկացրի ու արդեն մեկից ընդհանրապես հետադարձ կապ չստացա, մյուսը պատասխանեց ու այնպես համընկավ, որ ես այդ ընթացքում նաև այցելում էի Ֆինլանդիա արձակուրդներին, ուղղակի որպես տուրիստ ու կարողացա հանդիպում կազմակերպել այդ պրոֆեսորի հետ, ով պարզվեց, որ ինքը իրականում անցնում էր թոշակի այդ տարի, իր հետ չէի կարող շարունակել, բայց ինքը առաջարկեց այլ մարդ, ում հետ կարող էի գուցե հնարավոր լիներ աշխատել, դե իհարկե միայն դա բավական չէր, պետք է նաև անցնել որոշ քննություններ, հավաքել բավարար գնահատականներ, այդ էլ արդեն մյուս փուլներ այդ դիմելու, բայց դա արդեն մեծ քայլ էր, որ ինքը համաձայնվեց հանդիպել, քանի որ ես էլ արդեն շատ հարցեր ունեի, քանի որ պետք է իմ աշխատանքից ազատվեի, տեղափոխվեի մեկ այլ երկիր, ոնց էր լինելու այդ ամենը, հա, այնպես չստացվեր, օրինակ շատ բաներ կան, որ քեզ տալիս են այնտեղ դու 4 տարի ես անելու քո PhD-ն, բայց պայմանագիրը դու ստանում ես ամեն տարի։ Հիմա ամբողջ կյանքդ ոնց որ փոխում ես, գնում այնտեղ, բայց կարող է մի տարուց էլ պայմանագիր չստանաս, հա, քո աշխատանքից կախված, իրենց ֆինանսներից կախված եւ նման այլ հարցեր կային, որ պետք էր բարձել, բայց ամեն ինչը վերջի վերջո աշխատեց իմ օգտին ամեն դեպքում եւ կարողացա տեղափոխվել այնտեղ։ Կյանքը եւս շատ բարդություններ կան, իհարկե, այլ երկրում ապրել, թեկուզ հենց կարոտել։ Ես ամեն տարի երևի 3-ից 5 անգամ առնվազն գալիս եմ Հայաստան, այնպես որ ողջ երևի շատ մարդիկ միայն հայերը չէ, բոլորն էլ ովքեր իրենց երկրից դուրս են ապրում, երևի իրենց բոլոր խնայողությունները ծախսում են ինքնաթիռի տոմսեր հայրենիք վերադառնալու այցերի համար։ Այդպիսի դժվարություններ, հետո նաև արդեն երբ որ ավարտում էի մյուս որոշում կայացնելու ժամանակներ, թե արդյոք որտեղ շարունակել, ինչ աշխատանք կատարել, մնալ Ֆինլանդիայում, տեղափոխվել այլ երկրներ, տեղափոխվել Հայաստան, էլի ոչ հեշտ որոշումներ, այս դեպքում մի քիչ գործընթաց կա, որ հնարավորություն է տալիս, երբ որ դու PhD ավարտում ես, կա այսպես կոչված talent workshop, ամեն տարի իրականացվում է այսպիսի աշխատանքի շուկա, որտեղ այն մարդիկ, ովքեր վերջացրել են, ստացել են իրենց պաշտպանել են իրենց դոկտորականը, գնում են այդ շուկա, դիմում են այդտեղ, եթե ուզում են աշխատանք գտնել Եվրոպայում կամ նույնիսկ աշխարհի այլ երկրներում, եւ այդտեղ համալսարաններն են գալիս ու իրենք էլ նշում են, թե այսինքն ես նշում եմ, թե որ քաղաքներ, որ համալսարանները հետաքրքրված կլինեն, իրենք էլ նշում են, թե որ դիմորդներին կհետաքրքրեն իրենց մոտ աշխատել, հա, այսինքն որովհետեւ
փաթեթ ենք ներկայացնում, գնում այնտեղ պրեզենտացիաներ ենք անում եւ այլն եւ այլն։ Այդպես արդեն ըստ համընկնումների հրավիրում են քեզ հարցազրույցների, մի քանի տեղից հարցազրույցների հրավիրվեցի, արդեն հաշվի առա, թե որտեղ կարելի է շարունակել։ Բրիտանիան այնքանով էր նաև հարմար, որ նոր լեզու սովորելու կարիք չէր լինի, ինքը նաև բավական այսպես ասած բազմա ազգ երկիր է, նաև այդ առումով է ավելի հարմար, որ չի զգացվում, որ դու այլ երկրից ես, այլ մարդ, ինչքան էլ իհարկե տարբերվում ես դու, բայց քանի որ մեր համալսարանում թեկուզ աշխատողների տեսանկյունից որ նայենք, շատ քիչ է տոկոսը հենց շոտլանդացիների, բրիտանացիների, հա, ունենք մարդիկ աշխատող Հունաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից եւ այլն, հա, բազմազգ աշխատակիցներ ունենք, այնպես որ ավելի հեշտ է ինտեգրվել ընդհանուր առմամբ այդ տեսանկյունից։ Այդպես Շատ լավ։ Հիմա խոսքիդ մեջ նշեցիր, որ կան մարդիկ, ովքեր օրինակ կիրառում են այդ ավտոմատացման թուլերը, հա, գործիքները, տվյալների վերլուծությունը եւ իրենց գործ ավելի արագանում է եւ ավելի արդյունավետ է դառնում, եւ կան մարդիկ, որոնք այդքան է ճիշտ չեն կիրառում եւ ավելի շատ վատթարանում է իրենց աշխատանքը։ Հիմա ըստ քեզ ինչ հմտություններ մարդ պետք է ունենա, ինչպես ճիշտ կիրառել տվյալների վերլուծությունը եւ AI գործիքները, որպեսզի ազդի արդյունավետ, այսինքն բարձրացնի աշխատանքի արդյունավետությունը, ազդի արդյունավետության վրա, այլ ոչ թե հակառակը։ Որն են այդ հիմնական ոնց որ հմտությունները կոկարծիկով։ Կասեի մի բան, ամենակարևորը վերլուծական մտածողություն ձևավորելն է, այսինքն կարևոր չի թե դու ինչ գործիքների ես տիրապետում, բայց եթե դու ունես վերլուծական միտք, կարող ես արագ սովորել նոր գործիքներ, քանի որ այս գործիքները շատ արագ փոփոխվում են, սովորել մեկ կամ այլ գործիք իհարկե լավ է իմանալ այդ գործիքների կիրառումը, բայց եթե ունես դու այդ վերլուծական միտքը, դու նաև կարող ես աշխատել այլ մասնագետների հետ։ Ենթադրենք, եթե դու հաշվապահես կամ աուդիտոր ես կամ բիզնեսմեն ես, մենեջեր ես, հա, դու ինքդ գուցե չես անելու, չես կիրառելու այդ գործիքները, չես անելու այդ վերլուծությունը, բայց դու պետք է նաև հասկանաս, թե դա ոնց է աշխատում, ինչ տվյալների մասին է խոսքը, որոնք են սկզբունքները, ինչպիսի այսպես ասած անորոշություններ կարող են առաջ գալ, հա, ինչպիսի խաբկանքներ կարող են առաջանալ, որպեսզի կարողանաս այդ որոշումները կայացնելիս այդ ամենը հաշվի առնես, ոչ թե ուղղակի նայես ինչ որ գեղեցիկ պատրաստված դեշբորդի, գեղեցիկ պատրաստված գրաֆիկների ու միանգամից որոշում կայացնել, բայց պետք է նաև հասկանաս, թե որտեղից է դա առաջացել, ոնց է կառուցվել, այդ ամենը ոնց է հաշվել, այդ հաշվարկները ոնց են արվել, ինչ տվյալներ են օգտագործվել եւ այլն, հա։ Այնպես որ կասեի, որ կարևորը վերլուծական միտք եւ մի քիչ էլ նաեւ շատ կարևոր է ունենալ կրիտիկական, այսինքն քննադատական վերաբերմունք նաև, հա, երբ որ մենք ուղղակի ամեն ինչը չենք ընդունում ինչպես կա, այլ հարցադրումներ ենք կատարում, փորձում հասկանալ, թե ինչն է ավելի կարևոր, ինչն է ավելի ճիշտ, որն է ճիշտ եւ որն է սխալ։ Շատ լավ, Արփինե ջան, իսկ մի օրինակ, հա, մի օրինակ ոնց են տվյալները կարող վերափոխել օրինակ բիզնեսի որոշումները, եթե օրինակ կա, որ օրինակ ինչ տվյալներ մենք կարող ենք ստանալ եւ ոնց կարող ենք դա օգտագործել, որպեսզի մեր բիզնեսի արդյունավետությունը բարձրանա կամ որոշումների արդյունավետությունը, հա, ճիշտ որոշումներ կայացնենք, որ իրենք լինեն ավելի արդյունավետ, ազդեն մեր բիզնեսի աճի վրա։
Եթե օրինակով կարող ենք, որպեսզի ավելի པարզ լինի, հա, օրինակ ստացանք այս տվյալները, սենց վերլուծեցինք, սենց որոշում կայացին եւ ունեցանք այսպիսի աճ։ Օրինակ հետաքրքիր կլինի հիմա դիտորդներին էլ։ Շատ օրինակներ կարող ենք բերել, քանի որ գրեթե բոլոր ոլորտներում կարելի է կիրառել այս մեթոդը։ Բայց տեսեք, օրինակ բերենք առողջապահության ոլորտ, հա? Առողջապահության ոլորտում հիմա շատերս կրում ենք այդ ժամացույցի տեսքով ունենք ժամացույցներ կամ հեռախոսները մեր հավաքում են շատ ինֆորմացիա մեր ակտիվության վերաբերյալ, մեր Անակից այդ ամեն ինչը հավաքվում է, այդ ինֆորմացիան կա ու կարելի է այդ ինֆորմացիան օգտագործել, օրինակ առողջապահական ոլորտի թեկուզ բարելավելու, հասկանալու մարդկային առողջության վերաբերյալ, այս այդքան բիզնես օրինակ չստացվեց, բայց էլի բիզնեսի մեջ էլ կարող է դա կիրառվել, կամ եթե օրինակ խոսում ենք շատ պրիմիտիվ օրինակներ, որ մեր կյանքում կան, ենթադրենք նա օգտվում ենք ինչ-որ Netflix ենք նայում, հա, կինոներ ենք նայում, եւ անընդհատ մեզ գալիս է խորհուրդ է տալիս ծրագիրը, թե ինչը մեզ կհետաքրքրի, մյուսը ինչ կարող ենք, կամ գիրք ենք կարդում, գնում ենք on-line առևտուր ենք փորձում կատարել, մեզ անընդհատ իրենք այս պլատֆորմները խորհուրդ են տալիս, թե գուցե ձեզ այս մյուս ապրանքն էլ կհետաքրքրի, միգուցե այս մեկ այլ ապրանքը կարող է հետաքրքրել, ոնց են իրենք դա անում։ Դա արդեն իսկ արվում է այս տվյալների հիման վրա, քանի որ մենք ինչքան էլ մենք մտածում ենք մեր մասին որպես եզակի շատ յուրահատուկ էակներ, բայց մենք այդքան էլ եզակի չենք ու շատ նմանություններ ունենք այլ մարդկանց հետ։ Այսինքն նախասիրությունները մեր կարելի է նաև որոշել այլ մարդկանց միջինացված նախասիրությունների հիման վրա։ Իհարկե տատանումներ կան, բոլորս նույն նախասիրություն, բայց խմբեր կան, կլաստերներ կարելի է ենթադրենք, եթե ուզում եք ձեր հաճախորդներին վերլուծել, իրենց համար տարբեր մարքեթինգային ակցիաներ իրականացնել, դուք կարող եք փորձել ձեր հաճախորդներին խմբավորել տարբեր խմբերի, հասկանալ, թե օրինակ մարդիկ կան, որ ավելի հաճախ են ամեն օր այցելում են ձեր խանութը, բայց գնում են մի քանի ապրանքներ, կան մարդիկ, ովքեր գուցե գալիս են 2 շաբաթը մեկ, բայց գնում են բազմաթիվ ապրանքներ եւ կան մարդիկ, ովքեր հազվադեպ են գալիս, բայց անընդհատ երևում են ձեր տվյալների մեջ, այսինքն կարելի է հասկանալ խմբավորումներ ինչ որ կատարել, ձեր հաճախորդների սեգմենտները որոշել ու արդեն ըստ դրա օրինակ ուղարկել իրենց մարքեթինգային ավելի ինդիվիդուալ խմբային յուրահատուկ ակցիաներ ուղարկել ըստ դրա հիման վրա։ Այդ մեր բոլոր սուպերմարկետներում մենք ունենք բոլորս քարտերը, ինչի համար է դա արվում, եւս մեր տվյալների հավաքումը շատ կարեւոր է այդ խանութների համար իրենց բիզնես որոշումների իրականացնել։ Թեկուզ նույնիսկ ոչ մարքեթինգային ակցիայի համար, թեկուզ իրենց մոտ ինչ ապրանքներ են ավելի շատ օգտագործվում, որ օրերին ինչ ապրանքներ պետք է նորից պատվիրվի այդ կազմակերպության համար, կամ կարող է արվել, այսպես ասած, market basket analysis, որը շուկայի այդ մեր զամբյուղի մեջ ինչ ապրանքներ են, որ իրար հետ համընկնում են։ Այսպես է, որ որոշվում է այդ ինչ ապրանքներ կարելի է իրար հետ համադրել, օրինակ, եթե ես գնեցի այս մի ապրանքը, ենթադրենք նորածին երեխայի համար նախատեսված ինչ-որ ապրանք եք գնում, գուցե դրա հետ մեկտեղ նաև ընտանիքի այլ անդամների համար ապրանքներ կարող են գնվել, կամ ենթադրենք մեկը գնում է
գնի գիրք, այդ գրքի հետ հաշվապահության գիրք եմ գնում, մյուս այլ ինչ գիրք կարող է դրա հետ համադրեմ։ Ու արդեն կախված թե ինչ հաճախականությամբ այդ ապրանքները միասին գնվել են, կարելի է եզրակացություններ կատարել, խորհուրդ տալ այլ հաճախորդների, գուցե նրանք էլ հետաքրքրված կլինեն այդ ապրանքներով, կամ ուղղակի եթե արդեն ֆիզիկական խնդրի մասին ենք, այդ ապրանքները դասավորել իրար մոտ, որպեսզի այն մի ապրանքը գնելիս նաև մյուս ապրանքը վերցնեն այդ մարդիկ։ Սա ամենապրիմիտիվ օրինակներից են, բայց կարելի է ավելի խորը հետաքրքիր վերլուծություններ կատարել, բայց նաև կա մի այլ բան էլ ասեմ, որ իհարկե տվյալների վերլուծությունը լավ է, բայց դուք մի պահ նշեցիք, որ ինտուիտիվ որոշումներ կայացնելը փոխարինենք տվյալների հիման վրա։ Այդ ինտուիտիվն էլ է պետք։ Միշտ չի, որ տվյալների հիման վրա որոշումները մենք կարող ենք 100%-ով բոլոր գործոնները մեր մոդելում ներառել։ Այնքան տարբեր բաներ կան, որ կարող են մեր բիզնեսի, մեր գործընթացների վրա ազդել։ Սա ուղղակի ֆիզիկայի խնդիր չի կամ ավելի ճշգրիտ գիտություն չի։ Ցավոք մենք երբ որ ցավոք կամ բարեբախտաբար երբ որ աշխատում ենք մարդկանց հետ, այնտեղ այնքան բաներ կան, որ մենք անհայտներ շատ կան, չենք կարող ամեն ինչ մոդելավորել։ Դրա համար այդ ինտուիտիվն էլ է պետք, ստրատեգիական մտածելակերպն էլ է պետք։ Այդ բոլորը պետք է համադրել, ոչ թե մեկը մյուսով փոխարինել։ Շատ լավ։ Ես մի դեպք հիշեցի նախկին ղեկավարներից մեկը, երբ որ տենց սեմինար էր կարդում մնացած ղեկավարների համար, թե ինչպես որոշում կայացնել, թե ինտերվյուի ժամանակ հարցազրույցը ում ընդունել աշխատանքի։ Ինքը ասում էր, իհարկե ես գիտեմ, որ պետք է խտրականություն չանել եւ տվյալների հիման վրա, մարդկանց, ասենք, հարցեր տալ իրենց հմտությունների, գիտելիքների փորձի, ասենք, կատարողականի հիման վրա նախկին իրենց փորձից, որ հասկանանք այդ մարդը ոնց որ կանխատեսենք հաջողակ կլինի արդյոք մեր մոտ այո թե ոչ, բայց ամեն դեպքում վերջի խոսքը ես թողնում եմ իմ ինտուիցիային, այդ ղեկավարն էր ասում, որովհետև լինում է մեկ դեպքեր, երբ որ ամեն ինչ sense տվյալների ասենց գերազանց գնում է, ամեն հարցով տենց 5-ա գերազանց է եւ այլն, բայց ներքին ձայնը հուշում է, որ չէ, ինչ որ մի բան կա, որ ինձ խանգարում է, ես վստահում եմ ներքին ձայնին եւ իրականում համաձայն եմ ձեր հետ, ներքին ձայնը ունի իր որոշիչ դերը, բայց ամեն դեպքում եթե դու կիրառում ես տվյալները ցանկացած ոլորտում, սկսած HR-ից մինչև ֆինանսներից, հենց ավելի տվյալահեն որոշումների կայացնելու վրա եւ էլի ինչ որ տեղ թողում ես ներքին ձայնին, բայց հիմնական որոշիչը ներքին ձայնը չէ, գոնե ունենում ես ինչ որ տվյալներ, որ կանաս վերլուծություն անես, իսկ մենք գիտենք, որ ոնց որ այդ վերլուծությունն էլ, ինչ որ բաներ կա, մենք ոնց որ կանխատեսում ենք, դա էլի տենց 100% չեն կարող ասել, ամեն դեպքում գոնե թե ինչ որ տվյալահեն է լինում եւ ինտուիցիան, ինքը ավելի հավանականությունը շատ է, որ հաջողություն կհասնի, քան եթե մենակ կիրառենք օրինակ ինտուիցիան կամ մենակ տվյալները։ Տարբերակը ավելի ճիշտ է։ Համադրել միասին։ Ինտուիցիան էլ ինքը, եթե մտածենք մենք այդ տեսանկյունից, ինտուիցիան եւս այդ մեր ներքին մոդելն է, մեր նախորդ փորձերի հիման վրա մենք ինքներս արդեն մեր ենթագիտակցության մեջ հավաքել ենք այդ ողջ ինֆորմացիան ու դրա հիման վրա փորձում ենք ինչ-որ եզրակացություններ կատարել, ինքը կարելի է շատ նմանեցնել այդ մոդելավորման գործընթացին, այսինքն նախորդ կամ այլ տեղերից, այլ մարդկանց փորձից, մեր սեփական փորձից, ինչ գիտենք ու ինչ ենք սովորել, բայց իհարկե պետք է լինենք զգույշ, որովհետև հատկապես երբ որ խոսում ենք խտրականությունների մարդկանց հետ աշխատելու, գուցե ուղղակի այդ մարդը ձեզ հիշեցնում է ինչ-որ մեկին, ով ձեզ դուր չի եկել, դա իհարկե պետք է չլինի որոշիչ գործոն։ Դերն էլ տարբեր են, մենակ դա էլ է տարբեր, sense մի աշխարհ, որտեղ կարա ինքը տենց տարբեր sense կլասիֆիկացիաներ կան, թե ինչը կարա խտրականություն լինի։ Նա որ օրինակ հիշեցնում է ինչ-որ մի մարդու կամ օրինակ սովորաբար մեզ նմանա, մենք սիրում ենք այն մարդկանց, ովքեր մեզ նման են, եւ այլ տենց կլաստերներ կան տարբեր, ինչը կարող է հանդիսանալ այդ խտրականության ոնց որ հիմքը էլի, այո,
համաձայն եմ, որ տարբեր են իրավիճակները տարբեր են եւ պետքա տենց մոտենալ ավելի անհատական։ Զգուշորեն, հա, անհատական համադրելով այլ այդ ամենը իրար հետ նայելով, այո։ Շատ լավ Արփինե ջան։ Հաջորդ հարցս, որ ուզում եմ ուղղել ձեզ, դա ունեք փորձ դասավանդման ոլորտ, որին շատ հոգեարազատ եմ, եւ հարցս հետեւյալն է. դուք ունեք փորձառություն դասավանդելու եւ հայաստանյան բուհերում եւ նաեւ արտասահմանում։ Կարող եք նշել ինչ նմանություններ կան եւ ինչ տարբերություններ։ Տարբերությունը կարող փորձառություն լինի, մշակութային տարբերություններ, ինչ տարբերություններ եւ նմանություններ կան եւ դրանից ելնելով բարդությունները, որը առաջացնում։ Տարբերություններ շատ կան, նույնիսկ երբ որ համեմատում ենք նույնիսկ նույն երկրի տարբեր համալսարաններ կարող է իրարից բավական տարբերվեն։ Օրինակ, եթե համեմատեմ մի պրիմիտիվ բանից կարող ենք հասարակ բանից կարող ենք սկսել, այն թե ինչքան նյութ է ուսանողը ստանում օրինակ հայկական համալսարաններում համեմատած արտասահմանյան համալսարանների հետ։ Երբ որ ես համեմատում եմ, թե քանի առարկա ենք մենք տարեկան սովորում տնտեսագիտական համալսարանում, օրինակ, այնտեղ 10-ից ավել առարկա գրեթե ամեն կիսամյակ ու ողջ կիսամյակի ընթացքում ամեն օր մենք ամեն օր դասի ենք, ամեն օր այդ դասերը անում ենք, հետո պիտի պատրաստվենք, հետո քննություններ տանք, իսկ երբ որ նայում եմ օրինակ Ֆինլանդիայի համալսարաններ, Բրիտանիայի համալսարաններ, հենց Գլասգոյի հետ եթե համեմատեմ, ուսանողները ունեն 3 առարկա, ընդամենը 3 առարկա ողջ կիսամյակի ընթացքում։ Եվրոպական շատ համալսարաններ կունենան գուցե 5 առարկա։ Ասիական համալսարանները ավելի մեր Հայաստանի փորձին են ավելի մոտ։ Ենթադրենք, որ հասնենք Ճապոնիա կամ Սինգապուր, իրենք կարող է ավելի շատ 10-ին մոտ առարկաներ անցնեն ամեն կիսամյակ։ Այդպես, այսինքն թեկուզ այն ծանրաբեռնվածությունը, որ ուսանողներն են անցնում, դա արդեն մեծ տարբերություն է։ Ու ըստ դրա արդեն դա իհարկե ազդում է ուսանողի պատրաստվածության վրա, ինչքան կարելի է սովորել։ Նաև բացի այն սովորելը ուսանողները ունեն իրենց արտաուսանողական կյանքը, որը մեր մոտ հիմա երևի փոխվել է, ավելի շատ կա, բայց օրինակ եվրոպական համալսարաններում շատ ավելի ակտիվ է դա ուսանողների մասնակցությունը կամավոր աշխատանքում, ինչ որ ուսանողական խորհուրդներում եւ այլն, շատ ավելի ակտիվ է, մեր մոտ մի քիչ ավելի սիմվոլիկ ինքը կարող է լինել, նաև աշխատել միաժամանակ դասերին զուգահեռ, այդ ամենը տարբերվում է։ Մեկ այլ տարբերություն կարող էի ասել հենց դասախոս լինելու տեսանկյունից, տարբեր համալսարաններ տալիս են քեզ տարբեր ազատություններ։ Օրինակ բրիտանական համալսարանները, ընդհանրապես Բրիտանիան շատ բյուրոկրատ, շատ խիստ կանոններով, կանոններին հետևել, թղթաբանություն, ամեն փոփոխություն, եթե որոշում ես իրականացնել, այս թեմայի փոխարեն դասավանդել այս մեկ թեման կամ նույնիսկ ինչ բառ ես կիրառում քննական հարցիդ մեջ, որ կուրսի ուսանողների մեջ պետք է անցնի հաստատման փուլեր, այլ դասախոսներ նայեն, թեկուզ գնահատականները, որ գնահատում ես, մեկ այլ դասախոս պետք է նորից անցնի այդ քո գնահատածի վրա համոզվելու համար, որ ոչ մի խնդիր չկա։ Իսկ օրինակ Ֆինլանդիայում, ֆինական համալսարաններում դու ունես անսահման ազատություն։ Որ եթե դու դասախոսն ես, ոչ մեկ էլ եթե իրենք հասկացել են, որ դու այդ առարկայի մասնագետն ես, իրենք տալիս են քեզ լիակատար ազատություն ընտրելու թե ոնց ես դու ինչ մեթոդ ես կիրառելու քո դասի ժամանակ, ինչ ձև ես այդ ուսանողներին գնահատելու, ոնց ես քննելու, ոնց ես հանդիպելու իրենց հետ, ամեն ինչը արդեն քո մասնագիտական որակի վրա, իրենք թողում են դա արդեն քո վրա։ Իհարկե մի քիչ ծայրահեղ համակարգեր են, Հայաստանում ինձ թվում է մի քիչ ավելի միջին
Գուցե մի քիչ ավելի Բրիտանիային ենք մոտ երևի ավելի համակարգված է, քան Ֆինլանդիայի հետ համեմատ։ Ես Ֆինլանդիայի օրինակը ինձ շատ էր դուր գալիս, որ դու ունես այդ ազատությունը։ Իհարկե մի քիչ հսկողություն կարելի է ունենալ, բայց այդ ազատությունը քեզ հնարավորություն է տալիս ընտրել լավագույն մեթոդները, լավագույն ձևով իրականացնել քո դասընթացները ու դրանից ուսանողներն են հաստատ շատ շահում այդ բյուրոկրատիայից, թղթաբանությունից հարց է, թե ով է շահում, քանի որ այստեղ ուղղակի աշխատանքի ծավալն է ավելանում, հիմնականում գալիս է պատմական, միշտ էսպես ենք արել, դրա համար շարունակում ենք էսպես անել։ Հայաստանում երևի հակառակն է մի քիչ, անընդհատ փոփոխում ենք, անընդհատ փորձում ենք սովորել այլ երկրների փորձից, բայց պետք է նաև մտածենք, արդյոք այդ երկրները մեզ հետ համեմատելի են, արդյոք մեր ուսանողները այդ երկրների ուսանողների հետ համեմատելի են, միշտ չի, որ կարելի է ուղղակի վերցնել այլ երկրի փորձը ու կիրառել, ինչպես կա, պետք է միշտ մտածենք, թե որ տարբեր մեթոդներ կան, տարբեր մոտեցումներ կան, այդ մոտեցումներից որը մեզ ավելի հարմար կլինի, ավելի ճիշտ կլինի։ Սա ոչ միայն դասավանդմանն է վերաբերում, այլ ցանկացած ոլորտ։ Թեկուզ կազմակերպությունների համար, երբ որ խոսում ենք տվյալների վերլուծությունից, էլի այդ այսպես կոչված benchmarking-ը համեմատել այլ արդեն գոյություն։ Պետք չի, որ մենք լրիվ 0-ից հայտնաբերենք նոր անի, կարելի է ուղղակի սովորել տարբեր օրինակներից, բայց համադրելով նորից գալ գտնել, որն է մեզ ավելի համապատասխանը։ Այնպես։ Մարփինե ջան, քանի որ մենք խոսացինք դասավանդման մեթոդներից, իսկ դուք որպես դասախոս, ինչ դասավանդման մեթոդներ եք կիրառում, հենց տվյալների վերլուծություն սովորացնելով ձեր ուսանողներին, եւ ինչն է ձեզ օգնում, այս արագ փոփոխվող տեխնոլոգիաների դարաշրջանում, որ ամեն օր ինչ-որ բան է ի հայտ գալիս, ինչն է ձեզ օգնում, որպեսզի դուք համ կիրառեք ձեր ավանդական մեթոդները, որը դուք ընտրել եք կամ ազատությունից ելնելով ձեր փորձից կամ օրինակ այս կամ այն համալսարանի կամ ուսումնական հաստատության ոնց որ պահանջն է, բնականաբար տարբեր իրավիճակներ կարող են լինել, ինչն է ձեզ օգնում այդ համադրել ավանդականը եւ նաեւ այդ նոր տեխնոլոգիաների կիրառումը, որպեսզի հասնեք արդյունքի։ Ես շատ ակտիվ մեթոդներ եմ կիրառում իմ դասավանդում, նույնիսկ երբ որ ունեմ 100 ուսանող լսարանում, էլի իրենք շատ ինտերակտիվ անցնում մեր դասերը, ոչ միայն հարց ու պատասխանով, բայց նաև քննարկումներ, քննություն, օրինակ իմ առարկաներում քննություն չունենք, այլ ունենք պրոյեկտային աշխատանքներ, անում են խմբային պրեզենտացիաներ, օրինակ հենց տվյալների վերլուծության համար ուսանողները մի առաջադրանքներից մեկը կարող է լինել են, որ իրենք պետք է ուսումնասիրեն մի նոր ծրագիր, քանի որ սա շատ փոփոխվող է։ Ես իրենց սովորեցնում եմ տարբեր ծրագրերի մասին, բայց նաև հնարավորություն եմ տալիս մի նոր բան սովորել ըստ իրենց ընտրության։ Այսինքն դա կարող է իրենց հնարավորություն տալ գտնել մի բան, որ իրենց իրականում կհետաքրքրի, նաև, որ տվյալների վերլուծության ոլորտ այնպիսին է, որ կարելի է գնալ շատ հեշտից շատ բարդի, հատկապես հիմա, երբ որ ունենք օրինակ արհեստական բանականությունը կա, արդեն իսկ ծրագրեր կան, որոնց մի քանի կլիկ, նույնիսկ կլիկ էլ չենք անում, ուղղակի նկարագրություն ենք տալիս եւ ասում ենք խնդրում եմ վերլուծիր այս տվյալները ըստ այս պայմանների, ինքը արդեն մեզ տալիս է տարբեր կառուցում է տարբեր գրաֆիկներ, իրար հետ ինչ-որ տեքստեր է համադրում, ու կա մյուս ծայրահեղությունը, որ ոչ թե նույնիսկ կլիկ անելով է, այլ պետք է կոդավորում անենք։ Python կա, R կա, այլ ծրագրեր կան, որոնք ավելի բարդ կոդավորման լեզուներ, այդքան բարդ չէ, բայց ավելի կոդավորում է պահանջում։ Այսինքն ուսանողին տալիս եմ այդ ազատությունը, որպեսզի իրենք կարողանան նաև ընտրել, բայց պետք է նաև համեմատեն այլ իրենց սովորածի հետ, որ ոչ թե ուղղակի վերցնեն դա որպես լավագույն լուծում, այլ ներկայացնեն, թե ոնց կամ անում են պրակտիկ էլի վերցնում իրական կազմակերպության խնդիր ու լուծում, վերլուծում այդ կազմակերպության տվյալները
կառուցում հաշվետվություն, ներկայացնում, ինքը շատ պրակտիկ մեթոդներ եմ ես կիրառում, նաև երբ որ կախված է նաև առարկայից, թե ինչ առարկա ենք դասավանդում, հա, երբ որ խոսքը ավելի ստանդարտացված օրինակ հաշվապահության կամ աուդիտի մասին է, որը եւս դասավանդել եմ, այնտեղ ավելի շեշտը դնում եմ արդեն գիտական հոդվածների հիման վրա, նաև ստանդարտների պրակտիկ այդ ինֆորմացիան ոչ միայն սովորելու, հասկանալու, այլ նաև համեմատելու, միշտ քննարկումներ են կազմակերպում, թե եթե դուք լինեիք այդ ստանդարտները գրողը, որոշողը, ինչը կքննադատեիք, ինչը իրականում կբարելավեիք, ինչը կպահեիք նույն կերպ ոնց կա, համեմատում ենք տարբեր երկրների օրինակներ եւ այլն։ Միշտ ավելի հետաքրքիր է ուսանողներին այդպես պրակտիկ աշխատել ու երբ որ իրենց արդեն նաև ներկայացնում ես, թե ոնց է իրենց կյանքում պետք գալու։ Կարևորը գնահատականը չի, այլ կարևորը որ իրենք հասկանան դա ինչի համար են սովորում, ոնց են կիրառելու կյանքում ու արդեն էլ պետք չի իրենց վախեցնել գնահատականներով մոտիվացնել, այլ իրենք արդեն մոտիվացիան ձեռք են բերում ու նաև իրենց զգում են որպես մասնագետ, որ իրենք պետք է դառնան ստանդարտները գրող, պետական ինչ-որ կառույցում գուցե պիտի աշխատեն կամ ինչ-որ կազմակերպությունում իրենք լինելու են վերլուծաբան, ոնց են իրենք այս խնդիրները լուծելու։ Այսինքն իմ մոտեցումը դա է, իհարկե կախված ցանկացած մարդ կարող է ընտրել ու մենք այստեղ ունենք միշտ դասընթացներ, նաև մանկավարժության դասընթացներ եւ այլն, որոնք մեզ միշտ ծանոթացնում են նոր մեթոդների, սովորել նոր դասավանդման մեթոդներ եւ համադրվում է դա արդեն այդ նոր տեխնոլոգիաների հետ, արդեն իմ մասնագիտության գրականություն, նյութեր, հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ նյութի պակաս չկա, եթե ուզում ենք սովորենք, նույնիսկ դժվար է ընտրել ու գտնել ժամանակ այդ ամեն ինչը սովորելու։ Այո, հիմա պրակտիկ կիրառելու խնդիրն է շատ, այ որ նկարագրում եք ձեր մեթոդները եւ ինչից են մոտիվացնում երիտասարդները, այմոտ միանգամից կապ ստեղծվեց թեորիայից պրակտիկա, որ գիտես ոնց ես դա կիրառելու պրակտիկա, meil հարց չի ծագում, իսկ ինչի համար եմ ես դա սովորում, չէ՞ որ դպրոցականներից սկսած, երբ որ ինչ-որ մի բան են սովորում, որոնք իրանք հետաքրքրված չեն առարկայի մեջ, կլինի դա մաթեմատիկա, թե ինչ-որ գրականություն, օրինակ կամ այլ որևիցե մի առարկա, երբ երեխան շատ հետաքրքրված չէ այդ առարկայի մեջ, միշտ ասում է, չէ, իսկ որտեղ եմ ես սա կիրառում, իսկ արդյոք սա ինձ պետք է գալու։ Դες ոնց որ մեթոդների պատասխանը հենց մեթոդների մեջ է, որ իրանք հասկանում են ոնց է այս թեորիան, որ իրանք սովորում են, այս գիտելիքը ոնց է վերածվելու փորձառությանը, իրական կյանքում, պրակտիկայում իրանք դա ոնց են կիրառելու եւ այո, դա ամենաշատ մոտիվացիան է, որ իրանք կարող են հասկանալ ոնց են կիրառելու այդ գիտելիքը վաղը իրենց աշխատատեղերում եւ դա հենց մղելու է, որ իրանք սովորեն այդ առարկան եւ զարգացնեն այդ հմտությունները։ Շատ լավ։ Այդ առումով մի բան էլ ավելացնեմ, օրինակ էլի խոսեցինք այդ կրթական ոլորտի տարբերություններից, ես եթե համեմատում եմ Հայաստանում, օրինակ մենք շատ հնարավորություն չունենք ընտրելու առարկաներ, հա, միգուցե 2-3 առարկա լիներ այդպես, բայց շատ չէր, մենք ամեն տարի ունենք արդեն ընտրված առարկաներ, որ պիտի ուսումնասիրենք, իսկ օրինակ այս երկրներում դու ունես ընտրված էլի առարկաների այդ core մասը, այսինքն այն մասը, որը հիմնական առարկաներն են, որ պարտադիր է, եթե դու ուզում ես հաշվապատառնաս, այս առարկաները պիտի իմանաս, բայց նաև քեզ հնարավորություն են տալիս մյուս այս 10 առարկայից ընտրիր որոնք քեզ կհետաքրքրեն։ Դու մտածիր, թե որպես մասնագետ ինչ ես մասնագիտանալու ու ընտրիր այդ առարկաները։ Ու հատկապես էլի Ֆինլանդիայի այդ ազատությանը, որ գանք, նաև ուսանողների կողմից շատ մեծ ազատություն ունեն, որ կարող են նույնիսկ արվեստի դպրոցից իրենք ընտրել առարկա, արվեստի ուսանողը կարող էր ընտրել բիզնեսի գար սովորեր հաշվապահություն, որպեսզի հետո հասկանար, թե ինքը ոնց է նաև իր կամ ինժեները կամ ուրիշ մարդ։ Այսինքն այդ ազատությունը եւս կարելի է մի քիչ տալ ուսանողներին։
Շատ լավ Արփինե ջան։ Իսկ եթե խոսենք հայաստանյան ուսանողների շրջանում այդ հետաքրքրությունը տվյալների վերլուծության ինչքանով է մեծ եւ արդյոք աճում է այդ տվյալների վերլուծության ուսումնասիրելու ցանկությունը։ Դա մի քիչ դժվար է ինձ համար գնահատել, նկատել եմ, որ կա հետաքրքրություն, աճում է հետաքրքրությունը ընդհանուր առմամբ, բայց ուսանողների տեսանկյունից գուցե աճում է, բիզնեսների կողմից դեռ ավելի դանդաղ է, հենց Data in Action-ի շրջանակներում անցած մի քանի շաբաթ առաջ, երբ որ հանդիպեցի շատերի հետ, ովքեր նոր փորձում էին տեղափոխվել ավելի տվյալների վերլուծության ուղղությամբ, բողոքում էին, որ աշխատանք գտնելը բավական բարդ է, մանավանդ որպես սկսնակ, կազմակերպությունները կամ փորձում են հենց իրենց արդեն գոյություն ունեցող մասնագետներին վերապատրաստել այդ ուղղությամբ կամ արդեն իսկ փորձում են գտնել այնպիսի մարդկանց, ովքեր խորը մասնագիտացած են այդ թեմաներով, այս պահի դրությամբ դեռ մի քիչ բարդ էր, ոնց հասկացա այդ քննարկումներից, բայց կարծում եմ, որ այդ փոփոխությունը երևի թե բավական արագ է լինելու, կազմակերպությունները բավական արագ գիտակցելու են, որ սա շատ կարևոր ուղղություն է, թեկուզ իրենց մասնագետներին վերապատրաստել, թեկուզ նոր ուսանողներին ընդունել այս ուղղությամբ, հա, ու ոնց ասեցի, տվյալների վերլուծաբան պարտադիր չի, որ դուք հենց լինեք տվյալների վերլուծաբան, տվյալների վերլուծություն իրականացնելու համար, կարող եք լինել հաշվապահ, կարող եք լինել HR մասնագետ, քանի որ մենք հիմա կարիք չկա հաշվետարություն անելու այդքան, չկա ավելի պրիմիտիվ գործեր անելու շատ ոլորտներում, մեր աշխատանքը ավելի վերափոխվում է որպես վերլուծաբանի ու նաև այս արհեստական բանականության այս փոփոխությունների հետ կապված եւս ավելի անցումը գնալու է դեպի հասկանալ տվյալները, մեկնաբանել տվյալները, այդ տեսանկյունից, այսինքն կարծում եմ ուսանողների կողմից հետաքրքրությունը կա, մնում է նաև բիզնեսների կողմից գիտակցել։ Շատ լավ, ես ստեղ ավելացնեմ ձեր ասածին, ջունիորները կամ սկսնակները դժվար են ավելի գործ գտնում, քանի որ ոլորտը շատ զարգացած չի Հայաստանում եւ կազմակերպությունները, եթե նայենք հայտարարություններին, բավականին հաճախ են դնում տվյալների վերլուծաբան բաց հաստիկների հայտարարություններ, ուղղակի եթե կազմակերպություն առհասարակ չկա վերլուծաբան, սերեմի անումը ինքը չգիտի ինչ անի։ Չգիտի ինչ անի, դու չես կարող որպես մարդկային ռեսուրսների կառավարման գետ եմ ասում, դու եթե մի հոգի է, բնականաբար բոլորը ուզում են, որ գոնի միջին եւ բարձր մակարդակի լինի, որ ինքը կարողանա հասկանա ինչ են անելու, ինչ տվյալներ ենք վերլուծելու, դա ցանկացած ոլորտում։ Իսկ սկսնակները սովորաբար սկսնակի համար պետք է mid կամ senior level-ի, միջին կամ ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետի աջակցությունը, որպեսզի ինքն աճի եւ զարգանա։ Եվ իսկ սկսնակների համար դա է պատճառը, բայց իրականում կազմակերպությունը արդեն շատ են սկսել հայտարարություններ տալ տվյալների վերլուծաբան ման գալու, շատերն են ման գալիս, բայց ես էլի ավելացնեմ ձեր ասածը, որ այստեղ խնդիրը ուղղակի վերլուծաբան լինելը չի, ուղղակի ասենք տվյալների հետ աշխատելը, որտեղ դու կարող ես, ես էլի HR-ի ոլորտից ասեմ, դու կարող ես տվյալները հավաքել, ունենաս լիքը տվյալներ, բոլոր մետրիկաներով օրինակ հավաքես HR-ական կամ ֆինանսական կամ բիզնես մետրիկաներ, բայց դու չկարողանաս դրանք վերլուծել, հասկանալ ինչու նախատեսում ունենաս տվյալներ, բայց չկարողանաս վերլուծել։ Դրա համար օրինակ եթե մարդկային ռեսուրսներից խոսանք, մարդկային ռեսուրսների ոլորտում ես վերլուծաբան, դու պետք է մարդկային ռեսուրսների գործընթացներից էլ հասկանաս, որ իմանաս ինչ տվյալներ ես հավաքագրում, ինչ դեշբորդներ ես սարքում եւ հետո ինչ լուծումներ ես կարողանում առաջարկել։ Ամեն մի տվյալների, ասենք, առկայություն պետք է կարող իր ունենա իր բացատրությունը, դու դա պետք է կարողանաս մեկնաբանել, դա մռկը ոլորտից եմ լրիվ համամիտ եմ ձեր հետ եւ այստեղ արդեն այն tool-երն է, որը քեզ օգնելու է, որ դու կարողանաս big data-ի հետ աշխատես ու վերլուծես, ոնց որ
ձեր մտքի շարունակությունը իմ մեկնաբանությամբ։ Հա, չէ, շատ համաձայն եմ այդ առումով, հենց իմ այդ դասավանդման մեջ էլ ես միշտ շեշտը դնում եմ դրա վրա, որ այստեղ միայն տեխնիկական հմտությունները չի, հաճախ հենց այս բիզնես անալիստը, բիզնես վերլուծաբանը նրանով է տվյալագետից տարբերվում, որ տվյալագետը գուցե ավելի ծրագրավորմանը մոտ կանգնած մարդ է, ովքեր շատ լավ տեխնիկականին են տիրապետում, բայց մեզ պետք է նաև այս թարգմանիչը, որ օրինակ կգա ձեզ հետ կաշխատի եւ կաշխատի նաև այդ վերլուծաբանի հետ, այսինքն ձեր խնդիրը կթարգմանի այնպես, որ այդ տեխնիկական ուղղվածություն ունեցող մարդը կհասկանա, կամ ինքներդ կարող եք վերապատրաստել ձեզ այնպես, որ կկարողանաք բացատրել կամ ներկայացնել այդ խնդիրը այնպես, որ այդ ով պետք է իրականացնի, արդեն կարողանա հասկանալ, թե ոնց աշխատի այդ տվյալների հետ էլ։ Ինքը նյուանսներ շատ կան այնտեղ ու համաձայն եմ, որ եթե աշխատող ընդհանրապես չունեն ու ընդունել սկսնակի մի քիչ բարդ կլինի, այդ դեպքում պետք է երևի մտածել, որ կա վակուում շուկայում ուսուցման ոլորտում, վերապատրաստման ոլորտում մասնագետների, թեկուզ սկսնակներին ինչ որ տեղ պրակտիկայի անցկացնել, որպես իրենք արդեն կարողանան միանգամից պատրաստի մասնագետներ գնալ ու աշխատել կազմակերպությունում ու սկսել անել այդ վերլուծությունը, ոչ թե 0-ից գնան ու սպասեն, թե ով իրենց կսովորեցնի այնտեղ էլ։ Շատ լավ։ Արփինե ջան, ձեր խոսքի մեջ նշեցիք, որ հայկական կազմակերպությունները շատ դեռ չեն ինտեգրել հա տվյալների վերլուծությունը իրանց բիզնես որոշումների կայացման մեջ։ Այդ ձեր կարծիքով ո՞րն է գլխավոր sense խոչընդոտները, որը դանդաղացնում են այդ գործընթացը։ Հա, չի ասի, որ դա միայն Հայաստանի խնդիր է, ընդհանուր աշխարհում ինձ թվում է դա զարգացման process է։ Մեծ կազմակերպությունները, ավելի խոշորները արդեն ինքը կախված է նախ ներդրումների հետ, թե եթե օրինակ թեկուզ հաշվենք աշխատակից վարձելը կամ խորհրդատու վարձելը, դա գումարի հետ կապված հարց է։ Այսինքն պետք է այդ կազմակերպությունները հասկանան, թե ինչ են քաղելու այդ գործընթացը, հա, եթե կատարեցինք այսքան ներդրում, վարձեցինք տվյալների վերլուծաբան որպես աշխատող կամ գնացինք խորհրդատվական կազմակերպության վարձեցինք, դրա արդյունքում արդյոք մեր վաճառքներն են ավելանալու, մեր եկամուտը, մեր շահութաբերությունը ոնց է փոխվելու, հա։ Պետք է հասկանան, այսինքն այդ գործընթացը մի քիչ դանդաղ է, բայց ցանկացած փոփոխության դեպքում կան շուտ ադապտացիայի գնացող մարդիկ, ովքեր ավելի ոգևորված են, հա, կազմակերպություններ, թե մարդիկ, ովքեր ավելի շատ ոգևորված են, ուզում են այդ փոփոխություններ նորը, արագ փորձել, սովորել, օգուտ քաղել դրանից, հետո կա մի պահ, որ արդեն բավական քանակով այդ էնտուզիաստները փորձում են, ցույց են տալիս, որ սա աշխատում է, ունդեղ մի հատ մեծ թռիչք է կատարվում ու արդեն դա դառնում է նորմ, արդեն բոլորն են ուզում։ Ինձ թվում է մենք արդեն բավական մոտ ենք այդ թռիչքի պահին, այդ էնտուզիաստները արդեն բավական ժամանակ է, որ ցույց են տալիս, ոնց կարելի է օգտագործել, հատկապես կազմակերպությունները, ովքեր ավելի online e-commerce այն կազմակերպությունները, ովքեր հենց տվյալների կողմից են եկել բիզնես, իրանք ավելի ակտիվորեն օգտագործել են այս մեթոդները, իսկ ավելի տրադիցիոն բիզնեսների համար գնում է դրան հիմա, փոփոխությունները գնում են, ու կախված արդեն կազմակերպության չափից, եթե փոքր կազմակերպություն դու գուցե քո հաճախորդներին անձամբ ես ճանաչում, պետք չի, որ դու ինչ-որ աղառը բարդ վերլուծություն կատարես, որպեսզի հասկանաս իրեն։ Իհարկե դա կարող է օգնել ավելի առաջ գնալու համար, բայց ինձ թվում է ճիշտ ճանապարհի վրա ենք ընդհանուր առմամբ։
Այստեղ ավելացնեմ, որ բարդ վերլուծություն չէ, որտեղ բնականաբար քանակից կախված է, ասենք ինքը ինչքան բարդ կլինի վերլուծությունը, բայց օրինակ եթե CRM համակարգ ունենանք, փոքր թեկուզ կազմակերպություն, որ կարողանան գրանցեն ինչ որ բաներ, թեկուզ էլի պարզ տվյալների վերլուծություն անեն, դա էլ իրանց կօգնի։ Պարտադիր չի թե բարդ դեշբորդներ ունենան, որտեղ իրական Չէ, նույնիսկ հասկացանք, որ դե բարդ թվերը չեն, մենակ ասենք այդ մեծ տվյալները չեն, որը մեզ օգնելու են վերափոխել ամեն ինչ, այն այդ տվյալների հետևում կանգնած այդ պատմություններ են, որը ոնց են վերլուծություն անելու։ Թեկուզ հենց օրինակ, երբ որ խոսում էինք օրինակներից, մի պրիմիտիվ օրինակ, եթե ինչքան էլ նույնիսկ անհատ, չգիտեմ, վարսավիր ենթադրենք, հա, կարող է օգուտ քաղել դրանց, ենթադրենք մարդիկ իրենց մասին գրում են, իրենց կարծիքը գրում են Google Maps-ում, հա, կամ ինչ որ Facebook-յան էջում, որևէ տեղ մեկնաբանություն են գրում այդ բիզնեսի վերաբերյալ, թեկուզ այդ վերլուծելը, եթե նույնիսկ բարդ խորը տվյալներ չունի կազմակերպությունը ներսում, կարող է հեշտությամբ տեսնել, բայց կարելի է կամ CRM-ի մեջ չի ուզում ներդրում անել, բայց այդ ինֆորմացիան արդեն գոյություն ունի, կարելի է թեկուզ դա վերլուծել ու հասկանալ արդյոք սրանք մեր իրական հաճախորդների պատկերն են ցույց տալիս, թե ոչ, ինչքանով կարող ենք հիմնվել այս ինֆորմացիայի վրա, ինչքանով պետք է փոխենք մեր բիզնես գործընթացները, ինչքանով պետք է հաշվի չառնենք, դա էլ է կարևոր, որ հասկանանք, ենթադրենք մի մարդ մտել է ու գրել է, որ ինչ որ մի բան իրեն դուր չի գալիս ու մենք փոփոխենք ըստ այդ կարծիքի, մեծ փոփոխություն կատարենք մեր բիզնես գործընթացի մեջ, արդյունքում 100 այլ մարդ սկսի դուր չգալ, հա, 100 այլ մարդու դուր չգա այդ։ Ինձ այնն է որոշիչ լինելու, որ իրոք հասկանաս դա, ինչ մղումներով այդ մարդը իրականում դա տենց է, թե ուղղակի ինչ որ պայտակ գրված ներքին ձայնից բացի կարելի է հասկանալ արդյոք դա իրական մեր հաճախորդների ներկայացուցիչ է այդ մարդը, թե մի անհատ է, թե միջին հաճախորդին է ներկայացնում դա, հա, այսինքն եթե մի մարդը գրել է, իսկ մենք տենց տվյալների վերլուծություն չենք անում, այդ դրա համար է, ասենք, եթե մենք ունենք այո, տենց հաճախորդների բազա, որոնց պարբերաբար հարցումներ ենք ուղարկում եւ արդեն կարող ենք ինչ որ ասենց baseline ունենք data-ի, որ կարող ենք օրինակ երկուսի կարծիքով հասկանանք դա իրոք օրինակ տենց վատ միտումներով կամ ասենք ինչ որ վատ նպատակներով մարդիկ են ուղակի մտել, ասենք կոնկուրենտների մարդիկ բան գրեք, օրինակ, թե իրոք ասենք, որտեղ կարող է հաուգը մեր ապրանքը շատ լավ է, մեկի համար իրոք ինչ որ սպეციფիկա կա, որ այդքան էլ լավ չի հաշվի առնել կամ չանել։ Այ ինչպես դա կարողանանք մենք, եթե մենք չունենք այդ տվյալները։ Եթե չունենք, արդեն չենք կարել, կարող ենք սկսել այդ դեպքում թեկուզ հարցում իրականացնել, եթե մեծ ինչ-որ փոփոխություն ենք պլանավորում կատարել, լավ կլինի մինչև այդ մեծ փոփոխությունը մի հատ փորձենք հասկանալ, թեկուզ այլ հաճախորդների հետ շփման ընթացքում, բայց գուցե դա այդքան հեշտ չլինի, ենթադրենք մենք հավաքել ենք այս ինֆորմացիան, հարցում ենք ուղարկում, մեզ պատասխանում են այն հաճախորդները, ովքեր գոհ են մեր ծառայություններից, միշտ օգտվում են ու ուրախ են պատասխանել մեր ուղարկած հարցմանը, բայց գուցե այն հաճախորդը, ով այդ կոմենտը գրել, ովքեր պիտի գրեին կամ պետք է դժգոհ լինեին, իրենք արդեն մեր հաճախորդը չեն այլևս ու չենք կարող մենք դրա հիման վրա միայն հարցման հիման վրա եզրակացություն կատարել։ Պետք է նաև օգտագործենք այդ նույն թեկուզ տեսական գիտելիքներից կարող ենք օգտվել, այսինքն կարող ենք նաև մտածել, թե արդյոք այս տիպի խնդիրները ինչքանով կարող են ազդել մեր ընդհանուր գործունեության վրա, մեր հաճախորդների բավարարվածության վրա, բայց դա շատ արդեն սպეციფիկ է ստացվում մեր գործընթացին, բայց հաճախ այդ բիզնեսները այդքան յուրահատուկ չեն, էլի պետք չի մենք լրիվ զրոյից ինքներս գանք եզրակացությունների, կարելի է նաև խորհուրդ կտամ նաև մարդիկ ավելի շատ փորձեն հետևել թեկուզ գիտական, թեկուզ աշխարհի այլ երկրների փորձի, հա, փորձեն տեսնել թե ինչն է ուսումնասիրված, ինչն է, ինչ արդյունք տվել
ու արդեն համեմատեն, տեսնեն արդյոք սա աշխատում է նաև իրենց կոնկրետ բիզնեսի դեպքում, թե ոչ։ Չէ, էլի պետք է հաշվի առնենք մեր յուրահատկությունները մշակութային, տեղային եւ այլն, բայց ենթադրենք, եթե ունենք մի դեղատուն, հա, ինքը բավական համաշխարհային ֆենոմեն, այսինքն շատ յուրահատուկ սպეციფიկ չի կոնկրետ երկրին, կարելի է ուսումնասիրել, թե այլ երկրներում ոնց են այդ վերլուծությունները, ինչն է ազդում, որտեղ են իրենք տեղադրված, հիվանդանոցների մոտ են, հեռու են, ով է իրենց հաճախորդը, ոնց փոփոխություն անել, ուզում են ներգրավել նաև ավելի ակտիվ երիտասարդ օրինակ մեր ուսանողական խմբերից մեկը այդ նման վերլուծություններ իրականացրել բավական հետաքրքիր էր ակնոցի խանութների, օպտիկական ակնոցի խանութների, որը փորձում էր ավելի երիտասարդ հաճախորդների ներգրավի, ոնց անի, որ ավելի ոչ միայն այն մարդիկ, ովքեր կարիք ունեն, բայց նաև այլ մարդիկ բերեն իրենց ընկերներին, միգուցե կգնեն արևային ակնոց, տեղադրել էին այդպես ֆոտոբութեր, այսինքն լուսանկարչական այդ փակ խցիկները, որտեղ կարող էին փորձել տարբեր ակնոցներ, նկարել ինչ-որ հաշթագերով, տեղադրել ու ինչ-որ նույնիսկ մի մաս ավելի սրճարանի տիպի մաս էին ավելացրել այդ օպտիկական խանութին, ու ինքը արդեն այդ բիզնեսը բացի այն հաճախորդներից, ովքեր սովորաբար կարիք ունեին այդ ակնոցի կգնային, նաև ներգրավում էր այլ իրենց հաճախորդների սեգմենտից դուրս, որպեսզի կարողանային նաև այլ մարդկանց վաճառել իրենց նաև արևային ակնոցները, այլ ինչ-որ ծառայություններ կամ թեկուզ ինչ-որ մեկը ով չէր իմանա, որ պետք է ստուգում իրականացնի, տեսնի իր տեսողությունը լավ է թե վատ է, մի խոսքով այդպես հետաքրքիր օրինակ էր, այսինքն կարելի է լինել նաև բավական կրեատիվ ու փորձել հետաքրքիր լուծումներ գտնել այդպես։ Շատ լավ բառ ասեցի կրեատիվ լինելը, իրականում մարդիկ երբ որ օրինակ տվյալներից են խոսում, դա ասում որ դա sense ճշգրիտ գիտություն է, որ մենակ տվյալները դե ավելի շատ ոնց որ ֆինանսներ, հաշվապահություն, տվյալներ, մաթեմատիկայի հիման վրա է, մենակ թվեր ու տվյալներ են, բայց իրականում ես լիովին համաձայն եմ, որ այդ հենց տվյալների վերլուծության մեջ նաև կրեատիվ լինելը շատ կարևոր է, որ հասկանաս ինչ տվյալ ես հավաքել, ինչի համար ես հավաքում, միգուցե կարող եք ստեղից ուղղել, բայց որպես ՄՌԿ մասնագետ ասեմ, որը նաև տվյալների հետ առնչություն ունի ՄՌԿ տվյալների հետ, կարող եմ ասել, որ մենակ տվյալ հավաքելը չի, պետք է հասկանաս ինչ աղբյուրներից ես տվյալ հավաքում, տվյալը եւ քանակական եւ որակական պետք է լինի եւ կարողանաս այդ փորձի հիման վրա ճիշտ վերլուծել։ Արդեն ստեղ կարող եք ինձ լրացնել, այդ շատ կարևոր է նաև կրեատիվ լինել, հա, դա մենակ դա այսենց ստեղծագործ մոտեցումն է տվյալների վերլուծության մեջ։ Չէ, շատ համաձայն եմ, ստեղծարար մոտեցումը շատ կարևոր է ու էլի տվյալները ես միշտ դասերը սկսում եմ հենց այդ օրինակներից, թե նկարից ինչ տվյալ կարելի է ստանալ, ձայնից ինչ տվյալ կարելի է ստանալ, տեքստից ինչ տվյալ կարելի է, այսինքն ամեն ինչը կարող է դառնալ տվյալ ու լինել բաց, փորձել ամեն տեղ տեսնել, բայց նաև աղբյուրները, ինչպես նշեցիք, շատ կարևոր է նաև հասկանալ, թե որտեղից են այդ տվյալները եկել։ Մեր դիտորդներին ասեմ, ովքեր չեն տեսել Արփինեի վեբինարը, data storytelling-ի հետ կապված, էլի Excel-ի շրջանակներում խնդրում եմ դիտել, YouTube-յան ալիքում դրված է վեբինարը, շատ հետաքրքիր է, անձամբ դիտել եմ եւ շատ ձեր մոտեցումները, շատ ողջևորել են ավելի խորությամբ ուսումնասիրել տվյալները, որ իրոք ամեն մի իրավիճակից, ձայնից, նկարից, պատկերից կարելի է մի քիչ ինֆորմացիա ստանալ, որը կարող է քեզ օգնել վերլուծություն անել, այսինքն մի աղբյուրից չստանալ կամ մենակ թվերից, այդ տարբեր քանակական եւ որակական տվյալներ վերցնել ու կանես վերլուծություն անես։
Շատ լավ Արփինե ջան, հաջորդ հարցս տամ, մարդ, որը երկու փորձառություն ունի հայաստանյան եւ արտասահմանյան համալսաներում դասավանդելու, կարող եք ասել, որպեսզի մեր մոտ այդ բացը մի փոքր լրացնենք կամ ավելի արագացնենք տվյալների վերլուծաբանների ուսուցանումը եւ աճեցնել այդ մասնագետներին, ինչ համագործակցության sense եզրեր եք տեսնում մեր եւ դրսի համալսարանների հետ, որպեսզի կարողանանք դրսի փորձնել նաև վերցնելով ավելի արագ աճեցնել մեր մոտ տվյալների վերլուծաբաններին, որոնք ոչ միայն տվյալներ են հավաքում, վերլուծում են նաև, որպեսզի այդ վերլուծումները դառնան տվյալահեն որոշումների ոնց որ հիմքը եւ բարձրացնեն արդյունավետությունը բիզնեսի մեր հետո խոսանք նաև պետության եւ սոցիալ այդպես հասարակական տարբեր ոլորտներում։ Բարդ հարց է բավական, կարծում եմ մենք ունենք մասնագետներ, ովքեր կարող են շատ լավ ուսումնասիրել ու հասկանալ, ուղղակի ոչ միայն տվյալների վերլուծության ոլորտում, բայց ընդհանուր առմամբ մի փոքր նկատի ունեմ բիզնեսում, այնտեղ ունենք գիտություններ, որտեղ բավական լավ է վիճակը, բայց բիզնեսի դեպքում հաճախ չենք համագործակցում, ուղղակի ընդհանուր առմամբ։ Դա էլի ֆինանսների հետ է կապված, իհարկե, թեկուզ գնալ այդ կոնֆերանսներին, թեկուզ բաժանորդագրվել այդ գիտական հոդվածներին, տեղյակ լինել։ Դասախոսները դրսի համալսարանների հետ նկատի ունեք կապում։ Հա, դասախոսները, որովհետև ես ինքս մոտ 4 կոնֆերանսի, տարին 4-5 կոնֆերանսի գուցե կգնամ, հա։ Իհարկե սա էլ տարբերվում է, ինչ փուլում ես դու գտնվում, ինչն է քո կարիերայում կարևոր այդ պահի դրությամբ, բայց հաճախ հանդիպում ենք մասնագետների տարբեր երկրներից, բայց ցավոք կարելի է նշել, որ այդ մասնագետները հիմնականում արևմտյան երկրներից են, ամերիկյան, Ավստրալիա, հիմա նաև հարավային Ասիայի երկրներն են բավական ակտիվ, օրինակ թեկուզ Սինգապուր, Չինաստան, Կորեա եւ այլն, իրենք էլ են բավական ակտիվ, բայց հաճախ շատ հազվադեպ կարող է լինել, որ Հայաստանից, տարածաշրջանից, համալսարաններից ներկայացուցիչներ կլինեն։ Այդ կոնֆերանսները բացի են, որ կապեր հաստատելու հնարավորություն են տալիս տարբեր համալսարանների միջև, տարբեր մասնագետների միջև, նաև հնարավորություն են տալիս ցույց տալ, թե ինչ վերլուծություններ ա, ինչ գիտություն ա, գիտական աճ ա իրականացվում այդ երկրում, այդ համալսարանի կողմից, հետո ստանալ փոխադարձ կարծիքներ այլ մասնագետների կողմից, ուղղակի քննարկումների մասնակցել, ուղղակի հասկանալ, թե մյուսները ինչով են զբաղվում, որ կարելի է նաև կիրառել մեզ մոտ։ Այսինքն այդ մի քիչ բացակայում է մեր մոտ, այսինքն կա երևի թե էլի տեսնում եմ, որ մարդիկ մասնակցում են ինչ-որ կոնֆերանսների, ինչ-որ workshop-երի, բայց հաճախ նաև նկատել եմ, որ ուղղակի տարածաշրջանային, գուցե չգիտեմ, Չեխիայում, Լեհաստանում, ինչ-որ արևելյան Եվրոպայի երկրների համար հատուկ կազմակերպված ինչ-որ միջոցառումներ լինեն, այս տիպի բաների կարող է մասնակցեն, բայց խորհուրդ կտայի, որ ուղղակի փորձել գտնել կարևոր, ամենամեծ իրադարձությունները այդ ոլորտի, ենթադրենք հաշվապահեք մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ եք, այդ ոլորտի գտնել ամենամեծ կամ մեծը չափը նկատի չունեմ, բայց կարևոր իրադարձությունները դրանց մասնակցել։ Իհարկե տեղայինները եւս կարևոր է, ավելի համեմատելի են մեր հետ, բայց միգուցե նրանք էլ նույն խնդիրները ունեն, ինչ մենք, մի քիչ ավելի են առաջ գնացել, բայց դա դեռ չի նշանակում, որ բավական է իրենց հասնել։ Ավելի լավ է միանգամից համեմատվել այն ամենալավ փորձից սովորենք, քան թե մի քիչ ավելի հետ ընկած
այլ փորձ բերենք։ Ես ասում են խնդիրները չեն լուծվում այն որտեղ իրենք առաջացել են։ Պետք է տենց դուրս գալ այդ Այո, ավելի out of box մտածել, որպեսզի կարողանանք լուծել մեր ներկայիս խնդիրները։ բայց հենց տվյալների վերլուծության մասով մի բան եմ ասում, շատ բան ունեմ ասել։ Տվյալների վերլուծության մասով առավելությունն է, որ on-line նյութեր, օրինակ, շատ կան նաև շատ համալսարաններ, որ տեղադրում են օրինակ անվճար on-line դասընթացներ, որ իրենց դասընթացը բաց է ցանկացած մարդու համար, հա, կարելի է ուղղակի գնալ, թե լինի դա մեր տվյալների վերլուծաբան, թե լինի արդեն դասախոս, կարելի է գնալ նայել, կարդալ, հետևել այդ կուրսերին, սովորել ինքներս էլ, հա, զարգանալ ու նաև գրքերից սովորելը եւս, հա, թեկուզ տվյալների վերլուծությունը շատ լավ գրքեր կան, որ իրենք նաև տալիս են գործնական օրինակներ, գործիքներին են ծանոթացնում, միայն տեսական չէ։ Դա էլ կարելի է կիրառել։ Շատ լավ։ Իսկ մի հարց էլ տամ, ո՞նց եք կարծում տվյալների վերլուծությունը ինչպես կարող է օրինակ օգնել Հայաստանի տնտեսության զարգացման կամ սոցիալ հասարակական կյանքի ոլորտների բարելավմանը ձեր կարծիքով։ Կարծում եմ շատ կարող է օգնել տվյալների վերլուծությունը, պետական մակարդակով վերլուծություններ կատարելը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսության վրա, թեկուզ որովհետև եթե մտածենք, թե ինչ տվյալներ է հավաքվում, պետությունը այն մարմինն է, որը ունի հասանելիություն ողջ տնտեսության, ողջ տվյալներին։ Ենթադրենք մեր հարկային ծառայությունները ունեն գոյություն ունի e-invoicing համակարգ, դրա միջոցով իրենք միշտ տեղյակ են, թե որ կազմակերպությունը ինչ ծառայություն է մատուցել այդ կազմակերպության կամ վաճառք, ինչ է վաճառվել մեկը։ Սա կարելի է վերլուծել ու ունենալ տնտեսության մասին շատ խորը պատկեր։ Օրինակ շատ երկրներ կան, որ նման նույնիսկ կազմակերպությունների մասշտաբով ինֆորմացիան, օրինակ Դանիան, տեղադրում են խրախուսում են կազմակերպություններում տեղադրել բաց ինֆորմացիա եւ խրախուսում են գիտնականներ տարբեր երկրներից, վերլուծաբաններ տարբեր երկրներից գալ աշխատել այդ տվյալների հետ, ուսումնասիրել, խորհուրդներ տալ, թե կլինի պետության մասշտաբով, թե կլինի ոլորտի մասշտաբով։ Իհարկե այնտեղ գաղտնի չէ պետության մակարդակով։ Հա, դե կախված է ինչ ինֆորմացիայի մասին ենք խոսում։ Եթե այն ինֆորմացիան, որը պիտի լինի գաղտնի, նաև կա հնարավորություն, եթե դու ցույց ես տալիս, որ այսպիսի գիտական վերլուծության համար ինձ հարկավոր է այս ինֆորմացիան, եթե դուք ինձ թույլ տաք, իրենք քեզ տվյալները չեն տալիս, ուղղակի տալիս են anonymized անունները այսինքն փոխված, հա, անանուն տվյալներ են տալիս քեզ, ու տվյալներն էլ նույնիսկ չեն տալիս։ Դու միանում ես իրենց սերվերներին, աշխատում ես այդ ինֆորմացիայի հետ ու արդեն հրապարակում ես, երբ որ հրապարակում ես ինֆորմացիան, դա միջինացված թվերի մասին է խոսքը, հա, դու այսինքն չես ասում, այս կազմակերպությունը այսպիսի գործարքներ է կատարում, որպեսզի իր մրցակիցն էլ գնա նույնը կատարի։ Դա արդեն ավելի պետական մասշտաբով կամ ոլորտի մասշտաբով վերլուծությունների մասին է խոսքը, որից կարող է ոչ միայն Դանիան օգտվել, նաև աշխարհի այլ երկրներ կարող են որևէ բան սովորել այդ տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն կարելի է նման նախագծեր անել, ենթադրենք մեր հայրկայինը որոշի, որ ուզում են հրավիրել ինչ որ մասնագետների, ես էլ մեծ սիրով կաշխատեի նման տվյալների հետ, ու կատարել վերլուծություններ, ունենք կոնկրետ խնդիրներ, որ ուզում ենք հասկանալ, ոնց լուծենք, ինչ տվյալներ ունենք, արդեն հասանելի մեզ, ինչ հարցում է պետք անել, ինչ տվյալ հավաքենք եւ այլն։ Կարելի է շատ հեշտ կազմակերպել,
Մեր պետությունը իրականում իրականացնում է որոշ նման վերլուծություններ, հատկապես քաղաքական հարցերին վերաբերյալ, բայց ցավոք տնտեսականի վերաբերյալ կարելի է ավելի շատ անել։ Շատ լավ։ Արփինե ջան, կարող եք ցենց վերջի հարցերս են, ուզում եմ ցենց ավելի որպես խորհուրդ ապագա տվյալների վերլուծաբաններին, հա, ցենց ցենց այդ մեկնաբանություններով ավարտել մեր հարցազրույցը, կարող եք նշել որ ձեր հմտություններն են կամ կարողունակություններն են օգնել, որպեսզի դուք հաջողեք եւ մասնագիտական եւ ակադեմիական, հա, մասնագիտական նկատում տվյալների վերլուծության եւ ձեր դասավանդման ոլորտներում, այդ ինչ հիմնական կարող եք առաջի 3-ը նշել կամ 2-ը, որն է օգնել ավելի շատ ձեզ, որպեսզի դուք հաջողեք այդ ոլորտներում։ Երևի հարցեր տալ, մեկը, հարցեր տալ, այսինքն փորձել հասկանալ, թե իրական խնդիրը որն է, հետո խնդիրներ լուծելու կարողությունն ունել, սկսած դպրոցական մաթեմատիկայից, շատ եմ սիրել, եւ դա հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում, ցանկացած ոլորտում, չի վերաբերում մաթեմատիկայի խնդրին, հա, ցանկացած բանը, թեկուզ այդ վերլուծության համար, թեկուզ անձնական կյանքում ամեն ինչը պետք է հասկանալ, թե եթե կա խնդիր, ուրեմն կա երևի թե լուծում, ոնց հասնել այդ լուծմանը ու դրա համար նախ հասկանալ, թե որն է խնդիրը, փորձել գտնել մեր խնդիրը, որպեսզի նաև գտնենք պատասխանը։ Կասեի երևի դա է, որ կարելի է ընդհանրացնել երկու ոլորտներում։ Ու մեկ էլ չընդունել ամեն ինչը ոնց տրված է։ Փորձել մտածել, արդյոք դա ամենաճիշտն է, թեկուզ նույնիսկ եթե բոլորը այդպես են արել, բոլորը այդպես են մտածել, արդյոք դա է ճիշտ լուծումը, թե չէ։ Արդյոք պետք է մի բան փոխել ինչ-որ տեղ, թե չէ։ Մեկ-մեկ կյանքը ավելի բարդանում է դրանից, բայց երկարաժամկետ արդյունքը ավելի լավ է լինում։ Շատ լավ։ Ինչն է ձեզ ոգևորում դասավանդել տենց հաջորդ սերունդների համար, երիտասարդ սերունդների համար։ Դասավանդել հետաքրքիր է ուղղակի ընդհանուր շփվել նախ իրենց հետ։ Ոնց ասեցի, ես չեմ համարում, որ ես սովորեցնում եմ իրենց ինչ-որ բան, բայց այդ ավելի շատ իրար հետ սովորում ենք։ Այդ process-ը միասին սովորելու շատ հետաքրքիր է ինձ համար ու հետո տեսնել այդ տարբերությունները տարբեր խմբերի, տարբեր մարդկանց, տարբեր սերունդների բավական հետաքրքիր է։ Ինձ անձնապես ինձ համար բավական հետաքրքիր է։ Ու երբ որ խոսում ենք դաս տալու մասին, այստեղ այդքան ես չեմ գնում, կանգնում ուղակի լեկցիա կարդում էլի այդ տարբերությունը, որ ինքը ավելի դառնում ավելի հաճելի գործընթաց։ Մի պահ կար, երբ որ COVID-ի ժամանակ on-line էր ամեն ինչ, ուսանողները կամերաներ չէին միացնում, ուղղակի սև էկրանին բաներ, ռադիոյի աշխատող առանց հասկանալու թե քեզ լսեցին, հասկացան, դա այդքան էլ հետաքրքիր կամ հաճելի չէր, բայց երբ որ իրական մարդկանց հետ ես աշխատում, բավական հետաքրքիր է դառնում process-ը։ Շատ լավ։ Եվ վերջի հարցս, ինչ խորհուրդ կտայիք ապագա տվյալների վերլուծաբաններին։ Իրենց կարիերայի ուղին ովքեր սկսում են նոր են սկսում իրենց կարիերայի ուղին։ Ինչպես սկսել, ինչ բարդություններ կարող են լինել, բայց ոնց է հաղթահարելու։ Բայց խորհուրդ, 1-2 խորհուրդ։ Խորհուրդ կտամ ուղղակի այդ մտածելակերպը ձևավորել, վերլուծական ու հետագայում կարևոր չի դուք կաշխատեք որպես տվյալների վերլուծաբան, թե այլ մի բան, ամեն դեպքում այդ մտածելակերպը ձեզ կօգնի ցանկացած իրավիճակում, ցանկացած գործի մեջ կիրառել այդ մտածելակերպը լինել վերլուծական մտածող
ավելի կենտրոնացեք դրա վրա, կենտրոնացեք այդ հարցեր տալ, հասկանալու process-ի վրա, ոչ թե տեխնիկականն էլ է իհարկե պետք, բայց ավելի փորձեք հասկանալ խնդիրները, մինչև ինչ-որ բարդ տեխնիկական խնդիրներով տարվելը, այդ խորհուրդ կտամ։ Շատ լավ Արփինե ջան։ Ուրիշ ինչ կուզենայիք ավելացնել։ Դա արդեն առանց հարց։ Ինչ կուզենայիք ավելացնել։ Ուղղակի ընդհանուր էլի խորհուրդ բոլորին, կուզեի խորհուրդ տալ, որ բոլորս լինենք մի քիչ ավելի այս ժամանակ դարաշրջանում, երբ որ մենք ունենք անսահմանափակ ինֆորմացիա, անընդհատ բոլորը մեր ուշադրությունն են փորձում շեղել տարբեր ինֆորմացիայով, փորձենք լինել ավելի ուշադիր ու փորձենք միշտ հասկանալ արդյոք դա է ճիշտը, թե արդյոք ով է մեզ այս ինֆորմացիան փորձում հասցնել, որն է իրենց օգուտը, որն է իրենց շահը, այդպիսի ինֆորմացիա մեզ փոխանցելու համար։ Իհարկե կա շատ կարևոր է, որպեսզի մենք սովորենք իրարից, կարդանք, հասկանանք, լուրեր լսենք, հա, բայց պետք է նաև լինել մի քիչ քննադատ, լինել մի քիչ վերլուծաբան նաև, հա, ցանկացած հարցի շուրջ ու փորձել հասկանալ, փորձել ինչքան էլ որ բարդ է, բավական բարդ է հիմա տարբերել, թե ինչն է իրական, ինչն է ոչ այդքան իրականին մոտ, բայց փորձենք գտնել այդ ճշմարտությունները մեր ամենօրյա կյանքում ու այդպես բավական խոհափիլիսոփայական ստացվեց, բայց փորձենք այդպես գտնել մեր ամենօրյա ճշմարտությունները։ HR-ի լեզվով ասենք, զարգացնենք քրիտիկական մտածելակերպը, critical thinking։ Այո, դա միայն HR-ի լեզվով չի։ Կարևոր է շատ այդ critical thinking-ը ունենալ։ Շատ լավ Արփինե ջան, շատ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Կարծում եմ շատ եւ ոգևորիչ է մեր դիտորդների համար, ովքեր մանավանդ ուզում են սկսել իրենց կարիերան տվյալների վերլուծության մեջ եւ ով ուզում է փոխել մասնագիտությունը կամ զարգացնել իրենց հմտությունները, նաեւ գործարարների համար, որ հասկանան ինչքան կարևոր է ոչ միայն հավաքել այդ տվյալները, այլ նաեւ վերլուծել, նույնիսկ եթե փոքր կազմակերպություն է, եւ առհասարակ շատ հետաքրքիր զրույց ստացվեց իմ կարծիքով, հուսամ դիտորդներն էլ այնց բավարարություն կստանան դիտելով մեր ոդկասթը, շատ շնորհակալություն ձեզ եւ մինչ նոր հանդիպումներ։ Ձեզ էլ շնորհակալություն, շնորհ հանդիպում, հուսով եմ ինչ-որ արժեքավոր բան ստացվեց մեր զրույցից ու հետաքրքիր կլինի լսողների համար եւս։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն շատ։ Հաջողություն։ Հաջողություն։